Ես ուզում եի նաև երկու խոսք ասել ուղղակի, հա, կարող եք արձագանքել, կարող եք ոչ, ուրեմն հայտնի շուն կա, այդ շունը հիշում եք, պատերազմից հետո հրապարակ եկավ այդ շունը եւ բարբաջում էր այդ շունը, պատահական չէր, որ պատերազմից հետո իրեն հրապարակ բերեցին եւ իր թիրախում ընտրված էին հատկապես մեր բոլոր հերոսները, նախագահները, մեր արժանապատ քաղաքական ազգային ուժերը, շատ հետևողական է շունը այդ ճանապարհի վրա էր։ Ինչ որ մի փուլում նաև ես շատ կոնկրետ անդրադարձա այդ շանը եւ հետամուտ եղա, որպեսզի այդ շնով զբաղվեն, իսկ որ ասում եմ շուն կամ զուգարան, բոլորը գիտեն ում մասին է խոսքը։ Դուք վերավորում եք շների։ Հա, դե լավ։ Ի վերջո շները իդեպ չունեն այդ։ Ուրեմն այս շունը կալանավորված է, ես երբ սկսեցի անդրադառնալ այդ Գարշելին, երբ որ ինքը հրապարակային դիմեց Ալիևին, ասելով, որ գնդակահարեք Բաքվի բանտում գտնվող մեր գերիներին, նախագահներին եւ գեներալներին, որից հետո ես ասացի այլևս դու ինձ հետ խնդիր ունես։ Ես գիտեմ, որ այդ Գարշելից բոլորը փախչում էին համարելով, որ թող ինքը, որտեվ ինքը այնպիսի բառամթերքով է խոսում այդ այլանդակությունը, բոլորը մտածում էին, որ ավելի լավ է գործ չունենալ։ Բայց ես վաղուց այդ ամեն ինչ ինձ համար անցել է, ես 7 տարի առաջ եմ սրա միջով անցել, ինձ չեք կարող վախեցնել, ինչ պիտի անեք, ասենք լավագույն դեպքում մի այլանդակություն սուտ տարածեք իմ ընտանիքի, ասեին, պարզված փոքր երկիր է, մենք բոլորս ապրում ենք, ունենք մեր նկարագիրը, ունենք մեր ընտանիքը, մեր անցած ճանապարհը, եւ այդ ձեր հայոյանքներով, բաներով ինձ ոչ կանգնեցնելու եք, ոչ էլ վախեցնելու եք։ Հիմա Գարշելի, եթե քեզ թվում ասես մի հատ ճիկ ես անում են, կալանավորված ես Լաս Վեգասում, այնտեղ քեզ տարել են այդ խուցը, կողել են, չնայած դա քիչ է քեզ համար։ Ինչ որ մարդիկ է ոգևորվել են, ինչ որ նորից պիտի գաս, որ գաս ինչ պիտի անես, դու ով ես, մի հատ պիտի նորից գարշանք տարածես եւ քո թուրք տերերը, իսկ քո տերերը այդ շան դոգի տերերը թուրքերն են, որովհետեւ մարդ, որը միայն մեր ազգային արժեքներն է ոտնահարում, նվաստացնում, ստորացնում, վիրավորում, անպատվում, այդպիսի ցանկություն ծրագիր իրականացնում են միայն մեր թշնամիները։ Այս պարագայում ադրբեջանցիները եւ թուրքերը, դու իրանց այլանդակ կեղտոտ գործիքն ես, եւ այդ այլանդակ կեղտոտ գործիքը ամենայն հավանականությամբ իր տերերի հետ կապված ինչ որ խնդիր ունեցավ, իր տերերն են աշխարհի մեծերի հետ նստում ելնում, տարե մցրել են, դա այս ճիրակում են, որ ընտրություններից հանած այս շանը նորից օգտագործեն ու ասեն, հիմա օրինակ Սամվել Կարապետյանի դեմ աշխատի, նորից Ռոբերտ Քոչարյանի դեմ աշխատի, այն բոլոր անձիկ, որ հեղինակությունն են, դրանց դեմ աշխատեք։ Այս Գարշելի հետ կապված ամեն ինչ բաժը քեզ խելոք պահի, քեզանով զբաղվում են համապատասխան երկրների իրավական մարմինները, ամբողջը հրապարակելու եմ, ովքեր են զբաղվում եւ քեզ ինչ է սպասում, այնպես որ շուն, վերենգի հանգիստ տեղը։ Այս քո հետ կապված ու չմտքովը չանցնի շուն, դոգ շուն, որ որևէ մեկը կարող է քեզանից վախենալ, սա մեկ։ Երկրորդ, այս գործին շատ ակտիվ մասնակից է Համլետ Ղուշյանը, որը ժամանակ առ ժամանակ եթեր է տալիս։ Հիմա ես ճիշտն ասած հիմա չեմ անդրադառնում, եթե դուք շարունակեք, ես հաստատ Համլետ Ղուշյան անդրադառնալու եմ ձեր արած այս ողջ քաղաքականությանը, թե դուք ինչ եք անում։ Ես պիտի հասկանամ, դուք իսկապես ողջունում եք այն այլանդակությանը, որ պղծել է մեր երկիրը 4 տարի շարունակ, վարկաբեկելով, այլանդակ բառամթերքով, հայհոյանքներով մտել է Գարշելի տներ, որտեղ միայն Գարշելի միջավայրում կարող է հնչեցնել այդ գարշանքի խոսքը։ Հիմա ուզում եմ իմանալ, դուք շարունակելու եք այդ գարշանքի մեջ մնալ եւ այդ գարշելիությունը տարածել։ Դուք ինքներդ համաձայն եք այն ամեն ինչի հետ ինքը ինչ որ ասում է, այն ինչ որ ասել է Արցախի դեմ, այն ինչ որ ասել է մեր հերոսների հասցեին, այն ինչ որ ասել է մեր պատմության, մեր անցյալի, մեր այդ համաձայն եք դրա հետ թե ոչ։ Դուք համաձայն եք, որ ինքը կոչ էր անում ադրբեջանցիներին սպանել Արցախում գտնվող ռուս բոլոր զինվորներին։ Գիտեք այդպիսի կոչ արել Համլետ Ղուշյան։ Դուք համաձայն եք սրա հետ, որ այդ Գարշելին ձայն եք տալիս եւ տարածում եք իր բարբաջանքները։ Դուք համաձայն եք այն բառամթերքի, որ ամբողջը համեմված է այլանդակ հայոյանքներով։ Եվ երրորդ, Համլետ Ղուշյան եւ Համլետ Ղուշյանի հետ համագործակցող որոշ անձինք եւ որոշ ուժեր եւ որոշ գործիչներ, դուք համաձայն եք նրա հետ, Արշակ Կարապետյան, Պարուր Հայրիկյան, ես չգիտեմ, ովքեր են այնտեղ խոսում, դուք համաձայն եք նրա հետ, որ ինքը այս Գարշելին ձայն է տալիս, այն Գարշելին,
որ կոչ արեց Ալիևին, որ գնդակահարեն Արցախի մեր նախագահներին, որ գնդակահարեն Արցախի մեր հերոսներին եւ գեներալներին։ Կողմնորոշվեք, որովհետեւ ժամանակն է, որ նաեւ եթե դուք սա շարունակեք, մարդիկ հետևություններ անեն, այսքանը։ Իսկ այն շանը հատուկ դու քոնը դեռ ստանալու ես, այնպես որ չմտածես, որ կան մարդիկ, որ կարող են քո նման գարշելի դոգից վախենալ։ Իսկ ես առհասարակ չեմ ուզում այս գարշանքին լավ կլիներ չանդրադառնայի Թույլ տվեք ես էլի պաշտպանեմ շներին, որովհետև երբ որ ամեն անգամ մենք բերում ենք շուն կամ ինչ-որ մի այլ կենդանի, շատ կներեք, այդ կենդանիները մեզ ինչ են արել, այնպես որ այստեղ կա ըստ երևույթին անհրաժեշտություն այլ տերմինաբանություն օգտագործել եւ հստակեցնենք, որ այդ անձիկ, ովքեր որ բարոյականության հետ ծանոթ չեն, ընդ որում շատ վաղուց, նրանց լսարանն է ինձ ավելի անհանգստացնում, քան իրենք, որովհետեւ իրենք անթաքույց ծառայում են չարին, դրա տակ ինչ ուզում եք հասկացեք, եւ իդեպ շները չարին չեն ծառայում, ոչ էլ ոչխարները, ոչ էլ այլ կենդանիները, ես կենդանիների պաշտպանության կողմ եմ եւ այդ մարդատեսակի դեր ունեցող մարդատեսակ այդ անբարոյական անձանց եկեք մենք չկոչենք այդ կենդանիների բարձր կոչումով։ Այո, եւ մենք հիմա այսպես ուղիղ եթերում ենք աշխատում, հիմա պիտի շնորհակալություն հայտնեմ Տիկին Ալավերդյանին եւ